Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում իմ եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված նախագիծը կառավարության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա արդեն լրամշակված տարբերակով։ Նախ ներկայացնեմ առկա իրավիճակը։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվեր Հայաստանի Հանրապետության պետական դրոշի տեղադրումը Հայաստանի Հանրապետության համայնքների յուրաքանչյուր բնակավայրերի վարչական տարածքի հիմնական մուտքերում։ Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գոյություն չունի։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքների յուրաքանչյուր բնակավայրի վարչական տարածքի հիմնական մուտքերում պետական դրոշը բացակայում է կամ գտնվում է ոչ պատշաճ վիճակում, ինչը չի ապահովում պետական խորհրդանիշի լիարժեք եւ համաչափ ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետականության, ինքնիշխանության եւ ազգային արժանապատվության կարևորագույն խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության համայնքների յուրաքանչյուր բնակավայրերի վարչական տարածքի հիմնական մուտքերում պետական դրոշի առկայությունը կուժեղացնի ազգային ինքնագիտակցությունը, կստեղծի միասնական պետական միջավայր, կունենա կրթական եւ դաստիարակչական նշանակություն, կխթանի պետական խորհրդանիշի նկատմամբ հարգանքը քաղաքացիների եւ այցելուների շրջանում։ Հետևաբար նախագծով պարտադիր պայման ենք սահմանում, որպեսզի համայնքների բնակավայրերի յուրաքանչյուր բնակավայրերի հիմնական մուտքի մոտ տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշը եւ բնակավայրի վարչական տարածքի մուտքերի մոտ դրոշի բարձրացման առանձնահատկություններն ու կարգն էլ կսահմանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Նախագիծն այսքան է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար